Պատվարժան Թազան, ես դրա վերաբերյալ ուզում եմ մի բան ասել, որ շատ լավ կարվում է գործը, շատ լավ ներկայացվում է, բայց ցավում եմ, որ մարդուն ազատությունից զրկելը եւ նմանատիպ ձևով ներկայացնելը դարել է որոշակի կառույցների համար ուրախություն, երջանկություն եւ ասենք գյումրեցիները լավ էին ասում, լավ է չեմ ասում այդ սկզբունքով, անցնեմ փորձի բուն նպատակի։ Ուրեմն ոչ տեսել եմ այդ Սևակ Կոմտյանի երեսը, ոչ ճանաչում եմ, ոչ ինքնին տեսել է։ Ուրեմն այդ Սևակ Կոմտյանի եղբորը մոտավորապես մի հեկտար հող եմ տվել, հիմա կարի գործարան է ստեղծել։ Իմ հետ կանչեք դրան հարցրեք։ Մի հատ Pepsi Cola պատիվ տվել է, թե ոչ։ Այդ տարածքը տվել եմ այն ժամանակ 12-10 թվականին տվել եմ Արամ Խաչատրյանին, այդտեղից անել եմ մոտավորապես 20 հատ տնագներ եւ մարդկանց բնակարան եմ տվել։ Ինքը վաճառել է այս տղային։ Այդ ժամանակ ուրեմն Արամ Խաչատրյանը, որ այդ գոհար երգչախումբը ստեղծողն է, այդ ժամանակ ասում է Երևանում այսքան հող վերցնել 5 միլիոն 4 միլիոն հող կառնեին ձեռքիցս։ Հենց այդ կանչեք Արամ Խաչատրյանին իմ անունովս երթում էր ուղղում։ Այսօրվա դրությամբ այդ շենքը, որ այդ մարդիկ կառուցել են այդ Սևակ Կոմտյանը, հետո այդ մարդը խոմ հանցագործություն չի արել տան, ինչ է ինքը իր հետևից, որ ես որ նայում եմ էլի։ Մարդը եկել է քաղաքում մի դրում է արել։ Մեր նպատակը յուրաքանչյուր քաղաքապետի նպատակը նա է, որ քաղաքը կառուցվի նամանավանդ երկրաշարժից հետո։ Ինչ որ հիմա այդ քաղաքում կա, իմ ստորագրությունն է, իմ հատկացրածներն են։ Մի բան է այսօրվա կառավարությունը եւ նախկին կառավարությունը այնպես էին անում, որ փոքր եւ միջին բիզնեսը Հայաստանում չծաղկի։ Ինձի որը ես բարձրացային ասել եմ մշտական։ Ինձի որոշումներ են կայացել, ինձի ուրեմն քաղաքապետի հատկացումը պնդվում է 13 գերատեսչական նախարարություններ եւ հետ է գալիս 2 տարի, 4 տարի հետո, որ մարդիկ երկրում շենք-շինություն չկառուցեն եւ փոքր եւ միջին բիզնեսը չխտանեն։ Եվ 90% քաղաքապետերն ու գյուղապետերը Հայաստանի Հանրապետությունում դատվում են։ Այս դա է խոչընդոտը։ Ինչ մնում է, ուրեմն Գասպարյան Հենդրիկին։ Գասպարյան Հենդրիկը 13 տարի ինձ հետ աշխատել է։ Գասպարյան Հենդրիկը իմ աշխատավոճը տեսնելով, ուրեմն կյանքում ինքը բար չի կարող բերանից բացի եւ ասի, ինչ մնում է այդ ձայնագրության պահով։ Ես այդ ձայնագրության պահով հիմա չեմ ուզում ասել, թե ինչ է եղել խոսակցությունը եւ ոնց են կդրել, սարքել, կարել ու բերել ներկայացրել։ Ես հիմա պետք է մտածում եմ, որ այս կառույցը ուրեմն կարող է դեռ ինչ-որ մի բան լինի։ Ես ուզում եմ դրանց հետ քննարկում անեմ այդ մարդկանց հետ, ոնց անեմ, որ դրանց բացահայտեմ, ինչ պետք է անեմ։ Այս մարդը զարմանում է, որ իրան ինձ դառնում պահիտակ ասում է, պարոն Ղուկասյան, ես գիտեմ, որ դուք ինձ պահիտակ փորձեցիք։ Ու այդ բառերը ամբողջությամբ հանել են հետևի բառերը։ Դիմաց երկու բառը դրել են, որ ես փորձում եմ այդ մարդուն, թե հանդարտ կարող է դու ինչ-որ մի բան առած լինեք, բանես կոմենտով։ Գիտեք ինչ կա, եթե նստեք հեքիաթ էլ պատմեք, հեքիաթը կարելի է, եթե հեքիաթ է սպասում կամ անեկդոտ։ Այդ անեկդոտը կարելի է այնպես կողքինները ուրեմն ջնջել, մի երկու բաներ, այս վերջի արհեստական բանականությամբ ավելացնել ու բերել քերական փորձառուցել։ Չնայած գկա Գասպարյան Հենդրիկը եւ մնացած բոլոր վկաները իրենք բարձրաձայն կանգնեն ու կասեն, որ Ղուկասյան Վարդանը նմանատիպ մարդ չի եղել եւ դրա համար էլ այս քաղաքը այդպես կառուցել է։ Իսկ ինչ մնում է այդ շնթույլտվություն տալ, չտալ նախկինների կողմից եկել է բոլորը տվել է։ Բացի դրանից կա ուրբան, ուրեմն համակարգ, որ քաղաքապետը այդտեղ անելու ոչ մի բան չունի։ Ընդդուպետ ձայնագրության մեջ ֆիքսում է, որ նրանք ասում են, որ քաղաքապետարանը այստեղ լիազորություններ չունի։ Քաղաքապետարանը եթե լիազորություններ չունի, որպես ինչ են կաշառք տալիս քաղաքապետարանը։ Այդ մեկ ամենակարևոր բաներից մեկն եմ ասում։ Հետո այնտեղ խոսում են շինարարի հետ։ Շինարարի հետ պայմանավորվում են, որ մի քանդեն, թողնեն։ Իրանք իրար մեջ ասում են, նրա աղջիկը ուրեմն նախագծային ինստիտուտ բանը կառույց ունի, ինքը այնտեղ գումար է տվել, առել է, բան է արի, իրար հետ պայմանավորվել են, ես են անում, ինչ նախնական պայմանավորվածություններ, այսպես սիրում, բերում, հագցնում են։ Վերջի մի քիչ աստծուց է վախ պետք ունենան։ Ես ամեն ինչ հասկանում եմ չնայած։ Հիմա ես ամեն ինչներ եմ հասկանում, որ ավելացրեք, որովհետեւ դիմացի ընդրությունները, բայց մի բան եմ ասում։ Ինչքան ինձ պահեք, դիմացի ընդրություններին զերոյականներ լինելու ԿՊԻ ռեյտինգը, սա բարձրաձայնում է։ Շնորհակալություն, մնացած է դատավարական բոլոր ժամանակ ամեն ինչ գերեվ։